Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, ես նույնպես լավ եմ, ովքեր նոր են միացել իմեջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, բայց քանի որ խոհանոցս վերանորոգման մեջ է, սիրելիներս, այս հենց այս կոմեն եմ գնում, բայց փորձում եմ պասիվ չմնալ էջում, քանի որ շատ եմ էլի տարի ու կես մնացել եմ պասիվ ու այսուհետ որոշել եմ էլ պասիվ չմնամ։ Ինչևէ, ովքեր նոր են միացել իմեջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, չենք մոռանում բաժանորդագրվել էջին, սեղմել զանգակը կոճական և մի հավես գրառում անել, առաջին գործողությունը, որ ես ուզում եմ ձեր հետ անել, կիլոգրամով դոնդող եմ գնել, գիտեք միշտ են տուփերովն եմ գնում, բայց այս անգամ ինչ-որ թե չստացվեց, քանի որ ելակի սեզոնը համարում ենք բացված, հետևից ֆոնին Ալեքսիս գրիչներն ա դրած, թվում է այդքան էլ չխանգարող է, քանի որ տանը դպրոցական երեխա կա։ Ինչևէ, սիրելի հետևորդներ ջան, եկեք տեսախցիկը, այսպես թեքենք, լցրել եմ լավ լիքը ճաշի գթալ, ինքը քաշը 50 գրամ է, այս էլ 2, բայց քանի որ ինչքան պատրաստեմ, եկեք մի քիչ շատ պատրաստեմ, այս էլ 3, ահա, 3 ճաշի գթալ եմ լցնում, քանի որ դոնդող ենք պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, ոչ թե ժելե, այլև ժելատին, ինքնաեսերի փոշյա, այսքան էլ հոսարկել եմ, շատ եք ինձնից հարցնում, էջումս ունեմ և ջուրը լցնեմ ու զրուցենք, լցնելու եմ այնքան ջուր, որ տեսակ ու արագ խառնում ենք, ճիշտ է ինքը հավաքվելու է, բայց փորձում ենք, որ շատ, այսպես ասած, գնդիկներ չառաջանան, հա, հնարավորինս, այսպես, խառնում ենք, որ միասեռվի, սա շատ կարևոր է, չափից շատ, դրա համար ինտենսիվ ձևով խառնում ենք, իհարկե կողքերից առաջ բերում, ու ինքը սկսեց, տեսեք, արդեն սկսեց իր գործողությունը, ես իրան ծաղկել եմ ասում, ինքը պիտի բացվի, ծաղկի, տեսեք, կողքերից մանր, քիչիկներ տվեց, ինչը դոնդողին բնորոշ է, ոչ թե ժելե, այլ ժելատին, ահա, սա մոտ մի 20 րոպե թողելու ենք, որ գործի, ինքն իր գործը շատ հավեսով ու լավ ձևով կատարի։ Առաջին գործողությունը, տեսեք գնդիկները վերացան։ Առաջին գործողությունը համարում եմ ավարտած։ Խնդրեմ, սիրելիներս, մնացածը թողենք ինքնահոսի։ Հիմա երկրորդ գործողությունով, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, ելակ լվանալն է, առաջին հայացքից ինքը այսպես բաց հասարակ գործողություն է, չէ, սիրելի հետևորդներ ջան, արդեն կարող եմ սենց անել, բայց մարդիկ կան, որ տարբեր ձևով են լվանում, էլ սոդայով, էլ քացախով լվանալու դեպքում տեսնում եք ինչքան հատնտիր յուրահատուկ ելակներ եմ գնել, սիրելիներս, ու ասում եմ, քանի ելակը կա, բա ոնց չպատրաստես դոնդող, ահա, այսպես,
Մասը սենց, որն էլ վերցնում ես, իրանք լավն են։ Լվանալուց հետո են պոչիկները հանելու, ինչու, որ ավելով ջուր չներքաշի, զուտ պատճառը դա է։ Մյուս մասներ, այստեղ, սիրելիներ ջան, սա կդնեմ կողքի, որ իրանք մնան ջրի մեջ, այս 20-30 րոպեի ընթացքում կհասցնեն լավ լվացվեն։ Հիմա, սիրելիներս, այստեղ ինձ մոտ բերել եմ կոմպոտ, եթե դուք չունեք կոմպոտ, սովորական քաղցրաջուր եք եփում, այնպիսին, որ ձեր քինքին դուր գա, քաղցր եք սիրում, քաղցր լցրեք, սովորական եք սիրում, սովորական լցրեք, սիրելիներս, ու այսպես ասած թողալու ենք, որ հովանա։ Հիմա քանի որ ինձ մոտ սառնա, ես իմ նկուղից եմ բերել, սիրելիներ ջան, ահա, ես հակառակ գործողությունը կանեմ, այսպես, մի լիտր ու կես կավելացնեմ ու կդնեմ գազօջախին, սիրելի հետևորդներ ջան, որ ինքը գոլից մի աննշան տաքանա, որից հետո այդ ընթացքում արդեն դոնդողը տեսեք, սկսեց այսպես ինքը բացվել, թողենք մի քիչ էլ մնա, սիրելիներս, ու արդեն ասեմ ինչ ենք անում, ոնց ենք անում, որ արդյունքում ստանանք հավեսով ճիշտ դոնդող, այսպես, ահա, սիրելի հետևորդներ ջան, տաքացրել եմ հյութը, այստեղ արդեն ունեմ դոնդողը, տեսեք, ինքն էլ այնքան դժվար կպոկվի, ինչ եմ անում, ուղարկում եմ մի անգամից տաք հյութի մեջ, ովքեր ասում են կարելի է և դոնդողը եռացնել, ես մի տեսակ ոչ մի անգամ չեմ եռացրել, սիրելիներ ջան, չեմ էլ պատրաստվում, չեմ փորձել, զուտ է տա խնդիրը, ուրիշ ոչ մի այսպես ասած միտում չկա, հիմա ինքը այսպես, տեսեք, բան չմնաց, այսա կհալվի, սա կողք եմ դնում, սիրելիներս, ու անցնում ենք ելակին, այստեղ տեսակավորել եմ խոշոր միջին չափի ելակներ, մի ափսեինը, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ հենց այսպես, այս ձևով, իրանց պատրաստել, այն ինչը, որ ես ուզում եմ անել, չի ստացվում, ուսամ կստացվի, այսպես, այս խոտը մնացել էր, սա մի տարբերակ, այսպես, հենց սենց ընդհանուր էր, ուզում է, որ լինի, սիրելիներս խնդրեմ, սա էլ, ցանկանամ խառնեմ, որ արագ պատրաստվի, ժելա եմ սարքում արագ, սա էլ, այ, հենց այսպես, շատ, լավն է, իրան ուզում եմ
Այսպես շերտատեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ու միանգամից հենց ձեռքով էլ կանեմ։ Կկիսեմ ավելի շատ։ Տեսնում եք առողջ կարմիր լավ ելակներ են, սիրելիներս։ Ճիշտ ասում են ինչքան խոշոր, ինչքան պարարտանյութը շատ, բայց թե հիմա էտա ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը։ Ունենք են ինչ ունենք։ Նախատեսվել եմ այս երկու ափսեն ինքը սենց խառը տարբերակով սարքեմ, հա, սիրելիներս, ու մի քիչ ավելի ծայրի մասը պահի տակ դուրս չեկավ, սա էլ այսպես։ Վերջ։ Այս մյուսը ավելի։ Հաստ շերտով ստացվեց, նա էլ ընդհանրական։ Այնքան եմ շտապում, որովհետև Ալեքսին երկին եմ տանելու, ժամանակ գրեթե չունենք, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այսել այսպես փորձեմ տեղավորեմ, ծայրի սևերը այդքան էլ չի։ Ճիշտ։ Ինչ եմ անում։ Մի անգամից հենց այսպես։ Եթե ուզում ենք, որ օրինակի համար պինդ կպչի, շատ քիչ ենք լցնելու, թողենք, որ սառի։ Այս մեկը տենց կանեմ։ Ինչև կգանք, ինքը կսառի։ Շատ քիչ, այնքան որ այսենց երեսը ծածկի, թողենք այս մեկը սենց լինի, իսկ այս մյուսը ոնց էլ անենք կլինի, որովհետև սա ես հենց այդպես խառնել ուզում էի, սիրելի հետևորդներ ջան։ Եթե ուզում եք էլ ավելի մուգ լինի, կարող եք սննդային գույն ավելացնել։ Սա վերջ, այսինքն եթե շրջեմ, ելակները տակն են լինելու, հյութը դոնդողը երեսը։ Իսկ այս մյուսը արդեն իսկ այսպես էլ մնաց, տեսակ, թողենք պնդի ու կշարունակեմ։ Ահա սիրելիներ ջան, մեր մոտ օրափոխվել, դե գիտեք, քանի որ էջումս բազմաթիվ անգամ պատրաստած ունեմ ժելեն, գիտեք, որ լցնելուց հետո պարզավոր դնելու ենք սառնարան, ինքը մնացել է ողջ գիշեր ու եկեք տեսնենք ինչ տեսք ունի, սիրելի հետևորդներ ջան, ու մեկը հանենք, շրջենք ափսեից, դիս, համով, բույրում նավետ, տեսքն ու համտեղը ժելեն էր։ Մեկը հանեմ օգտագործեմ, համ տեսենք, սիրելիներս, երևի թե սա էլ հանեմ, այն մյուսը թողեմ, քանի որ հյուրեր եմ ունենալու, ուզում եմ որպես դեսերտ բաժուրասիրեմ։
բարձրանանք վերև, քանի որ խոհանոցս դեռ վերջնական տեսքի չի, այնտեղ կհանեմ ու կմիանամ ձեզ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, բարձրացել եմ վերև, թասի մեջ լցրել ջուր, հիմա շտատիվը հարմարացնեմ, որ նայենք իրար հետ, իհարկե ինչ եմ անում, մի քանի վայրկյանով այսպես տաք ջրի մեջ եմ իրան թողալու, մնանքն ինչ եղել ու շատ պետք չի, այսպես տաք ջրի մեջ թողած, որ արածից գործը տեղին լավ ժամանա, հա։ Կողքերից մի հատ բացում եմ, այսպես։ Տեսակ ուժեղ սեղմելու ճաքեց, բայց ոչինչ հոգ չի։ Կարևորը ինքը նորմալ դուրս է գալու։ Վերցնում եմ իր չափով ափսել, սիրելիներ ջան, ու շրջում։ Ես էլ իմ համովությունը դոնդող, ինքը պիտի դողը, միշտ ասել եմ, չէ, բոլորս էլ գիտենք, որ իրա իմաստը հենց դա է, տեսեք ինչքան ինքը լավ ու ընտիր ստացվել է, սիրելիներ ջան, այնպես որ ստացվել է արտակարգ, ոնց ձեռք ենք տալիս, ինքը այսպես դողում է։ Հիմա ինչ ամենում ինձ անել, կտրել այս գեղեցկությունը, համեղությունը և վայելել, սիրելիներս։ Տեսեք, ես ձեռքս չեմ շարժում, բայց ինքը և պինդ է, և միաժամանակ դողում է, որից էլ ստացել է իրա անունը, դոնդող։ Հիմա չեք պատկերացնում ինչքան անուշ է բուրում, եկեք մի հատ համտեսենք և ձեզ ասենք տեսություն, կհանդիպենք որևիցե մի համեղ բաղադրատոմսով, սիրելիներ ջան։